Պետությունն այս տարի ևս կաջակցի հավաստագրված սերմացույով ցորենի, գարու, եգիպտացորենի, նաև այլ մշակաբույսերի մշակությանը։ Գործադիրը հաստատել է բուսաբուծության զարգացման ծրագիրը, որը նախատեսված է գարնանացան հացահատիկի, հատիկանդեղենի և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման համար։ Ծրագրից կարող են օգտվել միայն այն ֆերմերները, որոնք նախատեսում են իրենց ցանքերն իրականացնել հավաստագրված սերմացույով, եւ եթե ֆերմերն իրականացնում է հենց հավաստագրված սերմացույով, որն էլ ենթադրում է արտադրողականության բարձրացում, բերքատվության բարձրացում, իհարկե այն վերջնարդյունքում նաև նպաստելու է ֆերմերների եկամուտների ավելացմանը։ Կառավարությունը կփոխհատուցի հիմնական աշխատանքների վարի, ցանքի բերքահավաքի եւ սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը 70,000-ից մինչեւ 110,000 դրամ, հացահատիկի դեպքում 70,000, եգիպտացորենի համար 85,000 դրամ, կերայինի ոլոր, լոբի, ոսպ, սիսեռ 100,000 եւ արվույտի կորնգանի յուրաքանչյուր 1 հեկտարի հաշվով փոխհատուցումը կլինի 110,000 դրամ։ Ծրագիրը բավականին լավ արդյունքներ գրանցեց նաև 2025 թվականին եւ 25 թվականին մենք ունեցանք շուրջ 24,000 հեկտար հավաստագրված սերմացույով ցանք։ Համեմատության համար նշեմ, որ 2025 թվականին մենք ունեցանք շուրջ 4800 հեկտարով ավելի ցանք նույն հավաստագրված սերմացույով, քան 2024 թվականին էր եւ նույնն էլ նմանատիպ աճ ակնկալում ենք նաեւ 2026 թվականին։ Անցած տարի ծրագրից օգտվել է 5200 շահառու։ Փոխնախարարի խոսքով ծրագրից օգտվելու համար նախ պետք է համայնքին դիմել, դիմումի մեջ նշելով, թե ինչ մշակաբույսի ցանք է նախատեսվում իրականացնել։ Համայնքն այնուհետև ֆերմերի հետ կնքում է պայմանագիր, հետո արդեն ֆերմերը ձեռք է բերում հավաստագրված սերմացուն, իրականացնում ցանքը։ Այդ ամենին կհաջորդի մոնիտորինգային աշխատանքը, փաստաթղթավորումը։ Խոջարյանի խոսքով դա կհամակարգի համայնքը։ Համայնքներից տեղեկանում ենք, որ պահանջարկը բավականին մեծ է եւ գործընթացը մեկնարկել է արդեն։ Շարունակական իրականացնելով այս ծրագիրը մենք նաև նպատակ ենք հետապնդում, որ ֆերմերների մոտ վարքագծի փոփոխություն տեղի կունենա, տեսնելով իրական կյանքում արդյունքը հավաստագրված սերմացույով կամ չհավաստագրված սերմացույով ցանք իրականացնելու դեպքում։ Փոխնախարարը հիշեցնում է, ցանկալի արդյունքին բարձր բերքատվության հասնելու համար անհրաժեշտ հավաստագրված սերմացույից բացի պետք է ժամանակին իրականացնել նաև հողի լաբորատոր անալիզներ, սնուցել, պարարտացնել հողը, հիվանդությունների, վնասատուների, մոլախոտերի դեմ ձեռնարկել պայքարի միջոցներ։ Ֆերմերների եկամուտների բարձրացման նպատակով նաև կառավարությունը առաջարկում է մի շարք այլ ծրագրեր, որոնք կարծես թե լրացնում են այն նպատակը, որը թիրախավորում ենք այս ծրագրի իրականացմամբ։ Մեկը գյուղատնտեսական լիզինգի ծրագիրն է եւ կուզեի նաև այդ մասին նշել, որ թե ֆերմերները, թե համայնքները կարող են օգտվել գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրից եւ ձեռք բերել նոր գյուղատնտեսական տեխնիկա, դա հնարավորություն կտա մի կողմից նվազեցնել ծախսերը եւ մյուս կողմից արդեն բերքահավաքի ժամանակ նվազեցնել բերքահավաքի կորուստները։ Բուսաբուծության նոր հաստատված ծրագրի իրականացմամբ կառավարությունը նախատեսել է ֆերմերներին տրամադրել մոտ 2 միլիարդ դրամ։ Մայա Խաչատրյան, Արտակ Գևորգյան, լուրեր։